Երեք հետևեցիք Գյումրու հարցս երկու падգամավորներն եմ ուղում ցանկանում է թող պատասխանի երեք հետևեցիք Գյումրու քաղաքապետի տեխնացուների բանավեճին հանրային եթերում եւ ինչ տպավորություններ ձեր մոտ, որովհետեւ բանավեճից կարճ ժամանակ անց քննադատությունների կենտրոնում հայտնվեց հենց իշխող ուժի տեխնացուն, թե ինչպես է նա արձագանքում օրինակ ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալու եւ մարդիկ վերլուծաբանները գնահատում էին, որ դա ավելի շատ այսպես մայլի տղեկի խոսակցություն էր, քան քաղաքապետի տեխնացուների բանավեճ, էլի շեշտելով, որ այն առաջնահերթությունները, որոնք ձեր ուժն է, հա, հայտարարում կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն, ձեր տեխնացուի հայտարարությունները ասում էին, որ հակասում է դրան եւ ըստ փորձագետների դա պաստավկա էր Փաշինյանին պաստավկա արեցին, այսպես ասած։ Ես ճիշտ ասած ծանոթ չեմ ձեր նշած փորձագետների գնահատականներին եւ մեկնաբաններին եւ չգիտեմ ում մասին է խոսքը։ Բանավեճի ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի արտահերթ հավաքանու ընտրությունների տեխնացու Սարիկ Մինասյանը բոլորն էլ տեսան, հնարավորինս փորձեց ներկայացնել այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունը Սարիկ Մինասյանի գլխավորությամբ քաղաքացու քվեն ստանալու դեպքում պետք է իրականացնի Գյումրի քաղաքում եւ լուծի տարիներով կուտակված շատ խորը խնդիրներ։ Ինչ վերաբերում է դրա նախորդող դեպքերի վերաբերյալ ուրեմն հարցադրումներին եւ բանավեճի այդ հատվածին, ես բնավ չեմ կիսում ձեր նշած փորձագետների դիտարկումները, ուրեմն եւ առհասարակ գնահատականները քաղաքացիները այդ բանավեճին պետք է տան մարտի 30-ին մասնակցելով ուրեմն արտահերթ ընտրություններին եւ սա է գնահատական, այլ գնահատականները մարդկանց առանձին գնահատականներն են, ես դրանք չեմ կիսում։ Շնորհակալ եմ։